Գիշերվա լռության մեջ, երբ գյուղը դեռ անուշ քնի մեջ էր, Յուրիկ պապը հասցրել է ծեքին ոչխարների հոտը բարձրացնել, գյուղամերձ լեռնագագաթներ ու ետ բերելու, ինչպես ինքն է ասում, հասցրել է մի փոքր էլ աչքակուփի անել, այսինքն մի փոքր էլ նորից քնել, բայց խեղճ Յուրիկն էլի արթնացել է իր լեզվով շաշ թողլիների ձայներից ու նորից է բռնելու հանդի ճամփան, բայց միայն իր հանգստանալու համար չէ, որ Յուրիկը տուն է գալիս, ոչ միայն վառարան, այլև կնոջ հետ հարաբերությունները թեժ պահելու գործն էլ պակաս կարևոր չէ։ Ժամը 5-ին եմ արթնանում, փեչը վառում, կոֆեն է հպում, իրան հյուրասիրում, առաջ, նորից ես, հետո գնում։ Այս ժամերին է գալիս եմ, որ հանկարծ չմրսի, հանգած կլի, սխալ բան եմ ասում։ Հովիվ Յուրիկը պատահական մարդ չէ, այս կողմերի ամենահարգված ուսուցիչն ու իմաստունը, որ թոշակի անցնելուց հետո զբաղվում է ոչխարաբուծությամբ։ Սահմանի բերանին ոչխար պահելը հանակ բան չէ, բայց Յուրիկին ոչ հակառակորդի դիրքերից լսվող ձայներն են վախեցնում, ոչ էլ կրակոցները։ Ինչի՞ չի թուրքը մեզնից վախում։ Նրանք էլ են մեր սահմանին ապրում, էլի, ինչի պետք է վախենանք, որ վախենանք Հայաստանը, մենք թողենք, են մեկը թողնի, են Շամշադինի շրջանում թողնեն, ինչ կլինի, Հայաստանը առանց էլ կորած վիճակը մա։ Յուրայի տիկինն էլ իրենից ոչ պակաս ճանաչված ու սիրված ուսուցչուհի է գյուղում ու շրջակայքում, մի խոսքով ամուսիններով մանկավարժներ են, ովքեր անգամ 90-ականների պատերազմի ծանր տարիներին չեն լքել գյուղն ու ապագայի հանդեպ հույս են ներշնչել մարդկանց։ Ես այդ 90 քանի թվի այդ կռվի ժամանակ իմ աղջիկը 85 թվի ծնված է, ուրեմն դա կլիներ 6-91 թվերը, որ առաջին դասարանում էր, եկավ մի պահ, որ դասարանը, ամբողջ դասարանը գյուղից գնացին, դասարանում մենակ ես ու իմ աղջիկն էի։ Ես մնացի, իմ երեխեն էլ 7 տարեկան երեխին ում կարամ թողել, այն երկու մեծին տվեցի, տալիս մոտ դպրոց էին գնում նոյեմբերյան, բայց ես չկարեցա գյուղից գնամ, այդ երեխու պատճառով, դպրոցի պատճառով, որ երեխեքը հետ կան, ու իսկապես հետ եկան։ Ամենակարևորը հայրենասեր ենք, մենք, մեր հայրենիքը, մեր հողը, մեր ջուրը չենք դավաճանել։ Մի քանի կիլոմետրի վրա Թուրքի սահմանն է, մեր հողն ու իրանց հողը կպած են իրար։ Մենք մեր հայրենիք չենք դավաճանել, եթե ես դավաճանող լինեի կոնկրետ, ես իմ երեխու ձեռը կբռնեի, կգնայի, չէ, բայց երբ որ ինձ ասին, երբ որ դու գնում ես, դա նշանակում է, որ այդ երեխաները քո հետևից պետք է բոլորը գնան, ես չգնացի, հանուն այս գյուղի բարգավաճման, որ այս գյուղը գոնե այն ինչքան որ մնացել են, գոնե այդքան մնան, ու իսկապես հետ եկան, իմ աղջկա դասարանը, այդ առաջին դասարանը դարավ 3-ը, 13 հոգյանոց դասարաններ, մենակ իմ աղջիկներ մնացել։ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղը հայ-ադրբեջանական սահմանից 1-2 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Բարեկամավանում հիմա 60 տնտեսություն կա 155 բնակչով։ Գյուղի 3 կողմում թշնամին է։ Մոտ 18 կիլոմետր երկարությամբ ճակատը անմիջապես առնչվում է ադրբեջանական դիրքերին, որոնք գտնվում են գյուղից մի քանի 100 մետրի վրա։ Բարեկամավանի վարելահողերի մեծ մասը հակառակորդի վերահսկողության տակ է։ Հայաստան-Ադրբեջան սահմանին կանգնած այս գյուղը սովետական տարիներին, ավելի կոնկրետ 80-ականներին ավելի քան 200 տնտեսություն ուներ։ Դպրոցում աշակերտների թիվը հասնում էր 350-ի։ Անկախության առաջին տարիներից մինչև հիմա գյուղը մաշվում է արտագաղթից, ասում է երկարամյա մանկավարժը։ Ափսոսում եմ մեր գյուղի, ես հպարտ եմ այն ուսուցիչներով, որոնց հետ ես աշխատել եմ, գիտեք են ինչ կազմ էր, այն ինչ կոմունիստական ոգով դաստիարակված զանգը ժամանակին տրվում էր եւ նստելու, եւ վերկենալու, եւ այդ 45 րոպեն, եթե ես զգում էի, որ այդ 45 րոպեի ընթացքում ինչ որ մի բան կա, որ դեռ չեմ արել, ցավ էի ապրում, կերպարվեստի ժամից, ֆիզկուլտուրայի ժամից մի 10-15 րոպե գողանում էի, այն բացը լրացնում մաթեմատիկան հայերենը, որ հոգիս հանգիստ լինի, դա հայրենասիրություն չի, բայց դա երեխային նվիրվածություն չի, դա մանկավարժություն չի, ես դա արել եմ, ես սխալ եմ արել, որ այն մի առարկայից գողացել եմ, բայց մտածել եմ, որ
բայց հավասարումը որ սա չկարենալուց, այս խնդիրը չկարողանալուց ոնց կլի, ավելի լավ է 15 րոպեն խաղից գողանամ։ Ու արել եմ դա հայրենասիրությունը։ Ես ցավ եմ ապրում, որ ջողազի ջրերն եկան, բոլորի դռանը ջուր կար, բոլորն սկսեցին տուն կառուցել, ինչպես մենք, բայց թուրքը չթողեց։ Պարոն Յուրիկն ու Տիկին Աստղիկը համագյուղացիներ են, երկուսն էլ ծնվել են, ողջ կյանք ապրել են գյուղում, հետո տեղափոխվել, սովորելու ծանոթացել են քաղաքում։ Գեղեցկուհի Աստղիկը քաղաքում ապրելու երազանք ուներ։ Յուրիկն էլ խոստացել էր, որ քաղաք կգնան, գյուղում ժամանակավոր են, բայց պարզվում է խաբում էր, գյուղից գնալու միտք էլ չուներ։ Ինքը ինձանից 5 տարի մեծ է, մեր դպրոցն էլ այն ժամանակ 8-ամյա էր, 8-րդ դասարանն ավարտել է, ես էլ իրանից 5 տարի փոքր երեխա եմ եղել ընդամենը։ Իրան չեմ ճանաչել։ Հետո որ արդեն դառել եմ ուսանող, իր եղբայրը մեր հարևանն էր, Թաղում, նրա կնոջ հետ ընկերուհի էի։ Լավ կին էր իմ տեքորս կնիկը հարևանություն է անում։ Երևի թե ինքը կլեր ինձ տեղս ցույց տված, թե ոնց կլեր ինքը կիմանա այդ։ Մեկ էլ տեսել եմ հետև ես մինչև ամուսնանալը աշխատում էի կողքի գյուղում։ Մեկ էլ տեն մեյա ստանովկում, պատճառաբան մեր Սուտ բաներ չխոսիս։ մեկ ասում էր տեքորս կնոջ հետ եկել է ատամ հանելու, մեկ մի բան վերջը, տենց իմացա ինչի է գալի, ինչի է ման գալի, վերջապես համոզվեցինք, ամուսնացանք։ Ես չէի ուզում, ճիշտն ասեմ, որովհետև ինքը ինձ ասել է, որ ամուսնանանք քաղաք ենք գնալու։ Խաբել է։ Ինձ խաբել է։ Բայց Յուրիկը ծանրակշիռ արդարացում ունի։ Այո, ինքն էլ ցանկանում էր քաղաք տեղափոխվել, բայց այնպես ստացվեց, որ քույրերն ու եղբայրները իրենից առաջ գնացել էին քաղաք ու չէին վերադարձել։ Պարզվեց, որ արդեն ծեր ծնողներին խնամելու պատասխանատուն մնացել է ինքը։ Հիմա տարիների հեռվից խոսելով այդ մասին ասում է, որ չի փոշմանել։ Այն մնացած երեխեքը ծրվել էին, նրանք կապերից էին, շուտ ամուսնացան, ինձանից փոքրն ամուսնացավ Երևան գնաց։ Ես մնացի, այն այդպես էլ մնացի։ Ինքն ասել է, ես իմ ծնողներին չեմ կարա թողեմ։ Դուք էլ թողեք։ Ես էլ հլու հնազանդ գյուղի աղջիկ։ Տենց էր, չէ՞, գյուղի աղջիկները հլու հնազանդ։ Գետցեսերը։ Մի բան պատմեմ։ Ուրեմն այս մեր հարևանի տան տղամարդը, սրանք իմ հորական ազգից են Ղազարյաններ։ Եկել էր գյուղ այդ մարդը իր մամային տենալու։ Հետո եկավ մեր տուն իմանալով, որ ես Ղազարյան եմ, ինքը իմ հորեղբայրն է, հետո ես էլ իրանց բարեկամանք են։ Մենք էլ հաց էինք թխում, այնտեղ թոնիր ունեինք։ Ես էլ գալիս էի գունդը տանում, բերում։ Այն պահը ականջս ընկավ, որ այդ մարդը կեսրարիս ասեց, բա մեր աղջիկը ոնց է բիձա քու հետ, ասավ լավն է, լավը, ասավ ոտներդ լվանում է, ասավ հա լվանում է, բայց ես երկու օր լվանում չի։ Այսինքն ես պիտի ամեն օր լվանայի։ Այ այդ ժամանակներն էր։ Իրանք մեծ մարդիկ էին։ Ավանդապաշտ մարդիկ էին, էլի։ Մենք իրանց պատճառով մենք գյուղից չենք գնացել։ Պոտնլվայից Աստղիկին չազատեց անգամայն, որ նորահարս ու ուսուցչուհի էր։ Մեկը պիտի լվանար էլ ամեն օր։ Աստղիկի ծնողները զգուշացրել էին, որ եթե Յուրիկի հետ ամուսնանան, քաղաքի երես չի տեսնելու։ Հետո էլ գյուղական բոլոր ավանդույթները պետք է պահի, բայց սիրահարված աղջիկը չէր լսել ու հոր խրատներն անտեսելով ամուսնացել էր։ Իմ պապան ինձ ասում էր, աղջիկ ջան, դու Ավանդապաշտ մարդիկ այդտան բան չես, որովհետև նա մեծ ծնողներ ունի, 100 տարեկան, դու պիտի նրանց, գիտեր երևի էլի, դու նրանց ոտները պետք է լվանալու ես, իրոք եմ ասում։ Հետո ես որ ամուսնացա, պապաս ինձ հիշեցրեց, ասեց հիշում ես, որ ես քեզ ինչ եմ ասել, դե որ գնացել ես, պիտի անես այն, ինչ որ իրանք ասում են, դու եթե չանես, դու լավ հարց չես լինի, դու դպրոցում աշխատում ես, դու քեզ կհեղինակաս զրկես, իսկ քեզ սազմա, որ ասեն Ղազարյան Սանդրոյի աղջիկը տանը աղմուկ է բարձրացնում ոտները լվանալու համար, լվա էլի քեզան, դու ես քեզ ասի, որ չգնաս, դե որ ուզում ես գնաս, պիտի անես, այդ ինձ հայղել, արել եմ, Ով էր ասում չգնաս, բախի են խնդրամ, դա գիտես ինչ, են նախնական կյանքից եկող
սովորությունը, որ ժամանակի ընթացքում հիմա վերացավ, հիմի եթե մի նորապսակ հարսին ասես, են կու կեսրարնա, թե չգիտեմ ովա, ոտք է լվա, կարող է ձեռի ամանը վերցնի, կալխի թարվածի, ատկեի տարաշնեմ մտնի, Ամուսինների տունը հենց թշնամու դիրքերին է նայում, քանի անգամ է արկն ընկել հենց բակում, մի անգամ հասել երեխաներին ընջասենյակ, բայց ամուսինները գյուղից հեռանալու մասին չեն մտածել։ Ստեղ ոչկա ունեինք արաղի, ոչկեն լիքը, հավաքել էի սեպտեմբերի 1-ին դասի, օգոստոսի 30-31-ին ասել է, որ քաշեմ ձեռներս սևանալու է, սեպտեմբերի 1-ին մաքուր գնա բան, հետո կանեմ, սեպտեմբերի 1-ին կրակեցին, եկա տեսա այդ կրակած այդ բաներն ընկել ա մեր բոչկի մեջ, բոչկեն 1000 կտոր եղել, ընկել այդ կրակած այդ ինչերա չգիտեմ, երկրորդ հարկի ես մի սենյակից անցել պատուհանը ծակել, մտել են մյուս սենյակը, այնտեղ պահարան կար, պահարանին տվել, հետ եկել ընկել տեղաշորի վրա, որ չգնացի տեսա միամիտ, զարմանք ապրեցի, այդ ժամանակ էլ սրանից ուրեմն դա 14 տարի առաջ էր, որովհետև ես թորնիկ ունեի արդեն, հարսս էլ հարևան գյուղից էր, վաղկոտ էր, այս ցավը իրանք էլ են չէ ապրել, այս կրակոցի բանի վրա, որ դրանք սկսեցին վախենալը, մենք խառնվեցինք իրար, մենք էլ խառնվեցինք իրար, այս կողմն գանք, որ պիտի Երևան տուն առնեին Կամաբովյան, գումարը չերիք հետ Իջևանում տուն առանք, երեխանց տարանք, ընդեղ մենք էլ մեր հայրենասիրական պարտքը կատարեցինք, ամեքս մեր գործն արեցինք, ու հիմի էլ տնային տնտեսուհի եմ։ Յուրիկ պապը չի հաշտվում այն իրականության հետ, որ գյուղը գնալով դատարկվում է։ Ինչ է գյուղերը վերանան, մնան մենակ քաղաքները, հարցնում է զայրացած պապը։ Այդ որ բոլորը գնան։ Ես որ քաղաքում Ուրեմն գյուղը պետքա վերանա, գյուղերը վերանան, քաղաքը ունի։ Հիմի մենակ ենք մնացել։ Այն ժամանակ հարևանները, շրջապատված հարևանները, մարդ չկա։ Գիշերը ուզում ես հիվանդացի, ինչքան ուզում ես ցենտում, չախալները ինձ են անել։ Գյուղը դատարկվել ու դատարկվում է նաև տարիներով չլուծվող խնդիրների հետևանքով։ Ինչպես ասացինք, վարելահողերը չեն մշակվում, քանի որ նշանառության տակ են։ Խմելու ջուր չկա, գազատարը կառուցվել է, սակայն գազ չկա ու էլի շատ խնդիրներ։ Իսկ ժամանակակից կենցաղն այլ գյուղերում հեղափոխական փոփոխությունների է ենթարկվել։ Գազը անցյալ տարի ռեկլամարին, որ բարեկամավարներ գազը ստացավ։ Այն Միքայել Վարդանյան։ Այն մարդիկ փողը մուծել են, մերեցելի են, իրանք 18 միլիոն դրամ ասին մուծել է, որ գյուղի գազը քաշեն, հայտարարեցին, որ գազաֆիկացված է, դեռ գազ չկա։ Ջուր էլ թե հետը։ Ջուրը ընդանապես չկա։ Վերջերս հաճախ լսվող խաղաղություն բառը ամուսինների ականջին մի տեսակ խորթ է թվում, երբ նայում են իրենց տան պատերին, որտեղ թարմ են ականների հետքերը։ Խաղաղությունը հեռու է, ասում է Յուրիկը։ Քանի պրոբլեմները ազգային հարցի շատ են, խաղաղությունը չակարծավոր է։ Հետո ամեն մեծ պետություն իր խաղն է խաղում։ Այս խաղից, այս փոքր պետությունը պետք է օգտվի այնպես, որ իրան բնաշ չլինի։ Ուր ուզում ես գնա, Ռուսաստանի պոչը պետք է բռնես։ Վերջ։ Խաչատուր Աբովյանը սխալ ասել, օրոնվի այն ժամանակ։ Իհարկե պետության ղեկավարներ կան, որոնք հայանպաստ դիրք չեն գրավում, դա ժամանակավոր է, բայց ռուս ժողովուրդը մեր բարեկամն է, ինչքան ռուսին, որ զոհվել է սարյամար, այս հողի համար, Տիգրան մեծի պողոտան, Տիգրան մեծը այսպես էր, ծովից ծով Հայաստան, Տիգրան մեծը մարդ էր, թալանչի չէր, ճիշտ եմ ասում, գրանցովմա,
Ինչա դանել են դատեն։ Յուրիկն ու Աստղիկն ապրում են գյուղում, որտեղ առօրյա լռությունը հաճախ խախտվում է կրակոցների արձագանքով։ Պատերազմ տեսած այս մարդիկ լավ գիտեն, թե ինչ արժեք ունի յուրաքանչյուր խաղաղօր ու չեն մոռացել այն գիշերները, որ ստիպված էին լինում թաքնվել ու սպասել խաղաղության։ Աշխարհում ամենակարևոր հարցը խաղաղության հարցն է, որ աշխարհում խաղաղություն լինի, ոչ մի ծնող երեխայի կորուստ չունենա, այդ որ ասում են եռաբլուր, ամեն անգամ այդ բառը լսելով սիրտս ցավում է, ասում եմ խեղճ մայրեր։ Իրենց ամենամեծ երազանքը պարզապես խաղաղությունն է, մի կյանք, որտեղ երեխաները կարող են դպրոց գնալ առանց վախի, իսկ գյուղի դաշտերից լսվեն ոչ թե պայթյունների, այլ աշխատող կոմբայնի ձայներ։ Չէ որ սահմանին ապրող մարդկանց համար խաղաղությունը ոչ թե քաղաքական բառ է, այլ ամենօրյա կյանքի կենսական պահանջ։ Մերիկ Գոլոլյան, Դավիթ Թամազյան, Բարեկամ Ավանի, Ծանկյուն, Գումարած 3 հեռուստաընկերության համար։